Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ունի հստակ կարմիր գծեր։ Դրանք իր տարածքներն են եւ Զապորոժիեի ատոմակայանը։ Ուկրաինան ոչ մի դեպքում օրենսդրորեն չի ճանաչի օկուպացիան, հավելել է Ուկրաինայի նախագահը։ Եթե Ուկրաինայում եվրոպական զորակազմեր տեղակայվեն, ապա դրանք կդառնան Ռուսաստանի օրինական թիրախ։ Այս մասին էլ հայտարարել է Սերգեյ Լավրովը։ Եվրոպացի գործիչների ամբիցիաները բառացիորեն կուրացնում են նրանց։ Նրանք ոչ միայն չեն հետաքրքրվում ուկրաինացիներով, այլև կարծես հոգ չեն տանում սեփական բնակչության մասին։ Մենք արդեն 100 անգամ հայտարարել ենք, որ այդ դեպքում նրանք օրինական թիրախ կդառնան մեր զինված ուժերի համար, ասել է նախարարը։ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան կալանավորվել է։ Նա մեղադրվում է այս տարվա հոկտեմբերին իշխանությունը խաղաղ ճանապարհով տապալելու նպատակով հանրահավաք կազմակերպելու համար։ Ամերիկացի հետազոտողները ուսումնասիրելով արբանյակային պատկերները պնդում են, որ հայտնաբերել են օրեշնիկ բալիստիկ հրթիռային համակարգը Բելարուսի արևելքում։ Համակարգը գտնվում է Ռուսաստանի Սմոլենսկի մարզի հետ սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Օրերս Լուկաշենկոն հայտարարել էր, որ օրեշնիկ հրթիռային համակարգը Բելարուսում մարտական հերթապահության է անցել դեկտեմբերի 17-ից։ Գործարան առանց գետ 1 աշխատողի, այն գտնվում է Չինաստանի Սինցիան քաղաքում։ Այս խոշոր տեքստիլ գործարանում արհեստական բանականության եւ ռոբոտների կողմից կառավարվող 5000 հյուսող մեքենա աշխատում է 24/7 գրաֆիկով առանց ընդմիջումների ու արձակուրդների։ Չինաստանի ամենահայտնի տեսարժան վայրը վերածվել է սահադաշտի։ Չինական մեծ պատ այցելողները ստիպված բռնված են իջնում ու բարձրանում պարսպի վրայով։ Իտալիայում Սիցիլիա կղզու արևելքում էլ կրկին ժայթքել է էթնահրաբուխը։ 91 տարեկանում մահացել է 20-րդ դարի ամենագեղեցիկ ու ցանկալի կանանցից մեկը, ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն։ Դերասանուհին նկարահանվել է 46 ֆիլմում, իսկ 1973 թվականին լքել է կինոարդյունաբերությունը։ Կինոից հետո նա ակտիվորեն զբաղվել է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։